Մենք կարծում ենք, որ մշակույթի ոլորտը այն ամենակարևոր բաղադրիչներից մեկն է մեր ազգային ինքնության պահպանության, որ պահանջում է հատուկ, առանձնահատուկ եւ հոգատար մոտեցում, հետեւաբար ամենաառաջին քայլը, որ նախատեսում ենք այս առումով, մշակույթի ոլորտը կրթության եւ գիտության ոլորտներից առանձնացնելն է։ Ինչպես տեսնում եք, հայկական քվե կուսակցության քաղաքական ծրագրում մշակույթը պարզապես կցորդ ոլորտ չպետք է լինի։ Այն ազգային ինքնության անվտանգության երաշխիքն է եւ պետք է այդպես է լինի։ Պետությունը սկսում է թուլանալ այն ժամանակ, երբ սկսում է կորցնել իր մշակութային ինքնությունը, հետեւաբար նաեւ ազգային ինքնությունը եւ այստեղից էլ հետևություն հայկական ապագան։ Մենք այս առումով առաջարկում ենք համակարգային մոտեցում։ Ինչպես արդեն ասացի, վերաձևավորելու ենք մշակույթի նախարարությունը միավորելով այս առումով տուրիզմի եւ սպորտի ոլորտների հետ։ Ինչու տուրիզմի, որովհետեւ կարծում ենք, որ մշակույթը եւ տուրիզմը, ինչպես նաեւ սպորտը, որոշակի փոխկապակցվածություն ունեն։ Սակայն այստեղ ցուցաբերելու ենք ոչ թե մասնատված, այլ միավորված քաղաքականություն, ստեղծելու ենք ենթաոլորտային անկախ մասնագիտական խորհուրդներ, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերելու յուրաքանչյուր ոլորտի կառավարիչներին, վերհանելով ոլորտային խնդիրները իրենց խորհրդատվություններով եւ առաջարկելով արդի լուծումներ։ Այդ խորհուրդները բնականաբար այդպես չեն հանրահռչակվելու, այլ գործուն տեսք են ունենալու եւ ներգրավելու են հանրության շրջանում լավագույն ճանաչելիությունը, վաստակը եւ փորձ ունեցող մասնագետներին։ Երկրորդ, ուրեմն, ինչպես գիտենք, վերջին շրջանում հատկապես օրվա իշխանության կողմից հայ առաքելական եկեղեցու հանդեպ տևական ոտնձգություններ են տեղի ունենում, իսկ վերջին փուլում, բացի հոգևորականների հանդեպ այդ ոտնձգություններից, ճակերտավոր զավթողական մոտեցում է ցուցաբերվում նաև եկեղեցու գույքի հանդեպ։ Մենք ասում ենք, որ ամրագրելու ենք եկեղեցապատկան գույքի իրավական երաշխիքները։ Եկեղեցու գույքը պետք է մնա եկեղեցու տիրապետության ներքո։ Պետությունը կարող է աջակցություն ցուցաբերել, վերականգնել, սակայն ոչ մի կերպ չպետք է միջամտի դրա տնօրինմանը։ Հետևաբար նաև ստեղծելու ենք պետություն եկեղեցի համատեղ վերահսկողական խորհուրդ, իհարկե համագործակցային հստակ ձևաչափով։ Մշակութային ոլորտի, ընդարձակ ոլորտի ֆինանսավորումը առանցքային եւ կարեւոր դերակատարություն ունի, այս առումով եւս մենք կարծում ենք, որ առանձնահատուկ եւ յուրահատուկ մոտեցում պետք է ցուցաբերենք։ Պետական եւ մասնավոր ֆինանսավորումը ազգային ինքնության պահպանության մեջ որպես ներդրում։ Մի փոքր կարող է տարօրինակ հնչել, սակայն համոզմունք ունենք, որ մշակույթը, հայկական մշակույթն ինքն իրենով այնքան գրավիչ է եւ այնքան ոգեշնչող, որ այն պետք է նաեւ գրավիչ դառնա ժամանակակից Հայաստանում ներդրողների համար։ Հետևողականորեն զարգացնելու եւ հանրահռչակելու ենք հայկական ավանդական արդի մշակույթը, ներգրավելով ռեսուրսներ դրա զարգացման մեջ։ Առաջին տպավորությամբ սովորական դասական ձևակերպում է, սակայն սրա տակ կան որոշակի հաշվարկներ։ Սահմանելու ենք համայնքային բյուջեների 3-5% ֆիքսված պարտադիր տարեկան հատկացում մշակույթի համար։ Ինչ է սա նշանակում, որ յուրաքանչյուր համայնք, մարզ, քաղաք, գյուղաքաղաք, գյուղ, փոքր համայնք, դրա կառավարիչները պետք է գիտակցեն, որ մշակույթը իրենց համայնքի զարգացման համար կարևոր դերակատարում ունի, հետևաբար տարեկան այդ մարզի, քաղաքի կամ գյուղի կամ որևէ համայնքի համար հատկացված միջոցներից 3-5% տրամադրվելու է մշակույթի պահպանմանը, զարգացմանը եւ հանրահռչակմանը։ Թողարկելու ենք մշակույթի հատուկ ներդրումային պարտատոմսեր։ Նորից շատերին կարող է այդպես զգայուն թեմա թվալ, սակայն մշակույթը միայն անհրաժեշտություն չունի պահպանել, այն հանրահռչակելու, զարգացնելու եւ արդիականացնելու համար
ֆինանսական միջոցներ ներգրավելու նոր մոտեցումներ են պետք։ Եվ այս առումով ներդրումային պարտատոմսերը կարծում ենք, որ լավագույն միջոցն են, որպեսզի ավելի ակտիվ ներդրումներ կարողանանք ներգրավել։ Ինչ է նշանակում։ Պետության կամ համայնքների կողմից թողարկվում են հատուկ արժեթղթեր, որոնցով քաղաքացիները կամ շահագրգիռ անձինք, գուցե ներդրողներ, կարող են գումար ներդնել մշակութային նախագծերում և ստանալ ֆինանսական վերադարձ, սակայն սոցիալական ազդեցությամբ։ Եվ այսպես, հայկական մշակույթն այնքան գրավիչ է, որ արդիական մոտեցումները էլ ավելի գեղեցիկ, գրավիչ և ճանաչելի դարձնելով մենք կարող ենք ստիպել մարդկանց ինքնակամ ցանկություն հայտնել ներդրումներ կատարել մշակութային նախագծերում և ստանալ հարկային արտոնություններ։ Մեզ մոտ մշակույթի պահպանությունը և զարգացումը միայն չի ավարտվում ներդրումներ անելով, հանրահռչակելով։ Հանրահռչակման համար կարևոր դերակատարում ունի նաև երիտասարդների և տարեցների ներգրավվածությունը։ Այս առումով կարծում ենք, որ մշակութային արժեկտրոնները կկարողանան տարվա մեջ բարձր հաճախելիության հնարավորություն ընձեռել տարեցներին և երիտասարդներին այցելելու մշակութային օջախներ, կտրվելու առօրյա հոգսերից և ստանալու գեղագիտական վայելք։ Հաջորդը մենք խոսեցինք տուրիզմի ոլորտը ևս մշակույթին ինտեգրելու մասին, քանի որ համոզմունք ունենք, որ մշակութային մեր ժառանգությունը, հարուստ ժառանգությունը նաև տուրիստներին, այսինքն զբոսաշրջիկներին հանրահռչակելու անհրաժեշտություն ունենք և այս առումով մենք պետք է ռազմավարական մոտեցում ցուցաբերենք։ Մինչ օրս սրա մասին բազմիցս խոսել է, բայց գործուն քայլեր չեն արվել։ Երևանի փողոցներում քայլելիս շատ կտեսնենք տուրիստական նախկին գործակալություններ, որոնք այսօր արդեն տրվում են վարձով, այսինքն տարիների բեղուն գործունեություն ծավալած գործակալությունները հուսալքորեն համարելով այդ ոլորտը արդեն ոչ գրավիչ իրենց համար, փակում են իրենց բազմամյա գործունեության օբյեկտները և գուցե սկսում զբաղվել այլ ոլորտներով։ Մենք գալիս ենք ձևավորելու տուրիստական կլաստերներ ամբողջ հանրապետության տարածքում։ Օրինակ, ես կթվարկեմ մի քանիսը, սակայն սրանք չեն սահմանափակվի թվարկածներով, կարող եք դուք ինքներդ էլ գաղափարներ առաջարկելով ելնելով ձեր տարածաշրջանային ներկայացվածությունից։ Սյունիք արկածային և էկոտուրիզմի կենտրոն, Գյումրի մշակութային և ստեղծարար քաղաք, Դիլիջան կրթական և առողջարանային կենտրոն, Ապարան լեռնադահուկային ուղղություն, Վայոց ձոր գինու ուղի, որը ի դեպ արդեն կա, սակայն լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի այնքան տեղեկացված չեմ եղել, որ բոլորովին վերջին տարիների ընթացքում եմ իմացել Վայոց ձորը որպես գինու ուղի տուրիստական ուղղության մասին։ Ոչ թե որ հետաքրքրված չեմ, այլ բավարար չափով գովազդված, հանրահռչակված չէ և վստահ եմ հասարակության լայն շերտերը սրա մասին տեղեկացված չեն։ Մենք պատրաստ ենք այս ծրագիրը ավելի գրավիչ և զարգացած դարձնել։ Եվ Արցախ ժառանգության վիրտուալ կլաստեր։ Առաջին հայացքից կարող է թվալ ուտոպիստական, սակայն միանգամայն հնարավոր, որովհետև փառք Աստծո, Արցախի մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ պահպանված է այն հարուստ ժառանգության մասին նշումները, պատմությունները, նաև հաշվառումները, որ դրանց շնորհիվ թվայինացման ճանապարհով մենք կարող ենք ստեղծել վիրտուալ ժառանգության կլաստեր։ Սրանով չի եզրափակվում, ինչպես ասացի, կարող եք ուղղել ձեր առաջարկությունները մարզային համայնքներում նմանատիպ կլաստերներ առաջարկելու, ձևավորելու ուղղությամբ։ Հաջորդը սպորտ։ Ինչպես ասացի քիչ առաջ, սպորտը ևս համարում ենք, որ պետք է լինի մշակութային գերատեսչության ղեկավարման ներքո, որովհետև տարբեր առումներով այն փոխկապակցված է նաև և մշակույթի և տուրիզմի ոլորտին։
Տուրիզմի վերաբերյալ գործընկերս արդեն որոշակի թվային ցուցանիշներով խոսեց, ես զերծ կմնամ դրա մասին, պարզապես կասեմ, որ սպորտը առողջ հասարակության գրավականն է, հետևաբար որևէ կերպ չպետք է նսեմացվի դրա դերակատարությունը եւ պետությունը բավարար համակարգային մոտեցում պետք է ցուցաբերի տարբեր սպորտաձևերի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Մենք վերակառուցելու ենք մարզական ենթակառուցվածքները հանրային մասնավոր հայտնի համագործակցային մոդելով։ Երեխաների համար բազային մարզաձևերը դարձնելու ենք հասանելի եւ անվճար։ Կառուցելու ենք հեծանվային շատ անհրաժեշտ ուղիներ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում։ Եվ սկսելու ենք դա Երևանից, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը Երևանի փողոցներում քայլելիս պատահաբար մտավախություն չունենա, որ իր վրայով կարող է անցնեն ոչ թե մեքենաները, այլ հեծանվորդները։ Իհարկե խրախուսելի է, որ ավելի շատ այսօր մենք տեսնում ենք հեծանվային սպորտով հետաքրքրվող քաղաքացիների, սակայն մեր քաղաքացիները պետք է ունենան նաև բավարար պայմաններ այս սպորտաձևը զարգացնելու եւ տարածելու համար։ Արդիականացնելու ենք նաև հանրապետական մարզային սպորտային համալիրները, կառուցելու ենք լեռնային մարաթոններ եւ զարգացնելու ենք սպորտ ու տուրիզմ համատեղ ծրագիրը։ Եվ վերջում Արցախի մշակութային ժառանգության հեռակա պաշտպանություն։ Արցախի հարցը մեզ համար փակված չէ եւ երբեք չի լինելու։ Մենք ձևավորվել ենք, սկսել ենք գործել ի պաշտպանություն Արցախի Հանրապետության խնդրի փակված չլինելու շուրջ։ Արցախի բոլոր հարցերը իրավական մեր ուշադրության կենտրոնում եւ տիրույթում են։ Մշակութային ժառանգության հեռակա պաշտպանությունը ենթադրում է, որ ստեղծելու ենք Արցախի մշակութային ժառանգության հաշվառման պետական մարմին։ Կատարվելու է ամբողջական գույքագրում, ձևավորվելու է միջազգային իրավական հայտեր, ներկայացվելու է պահանջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական միջազգային մոնիտորինգ անցկացնելու ուղղությամբ, որպեսզի Արցախի այսօր դեռևս օկուպացված տարածքներում մոնիտորինգային առաքելությունները բավարար ուշադրությամբ զննեն, հաշվառեն հայկական ժառանգությունը։ Կազմակերպելու ենք նաև Արցախի ժառանգության պահպանության միջազգային ամենամյա ֆորում եւ ստեղծելու ենք բազմալեզու թվային արխիվ։ Արցախի մշակույթը քաղաքական սակարկման թեմա չէ։ Այն մեր պատմական իրավունքն է եւ այդ իրավունքը իրավունք ունենք պաշտպանել։ Սիրելի ընկերներ, հուսամ այսօր մենք առաջարկում ենք ոչ թե պաթոսով համեմված խոստումներ, այլ այնքան անհրաժեշտ ու արդիական, որոնք այս պահին պակասում են Հայաստանին։ Ես կարծում եմ, որ առաջարկված նախաձեռնությունները միանգամայն հասու են մեզ եւ մենք ունենք բավարար գիտելիք եւ փորձ, որպեսզի կարողանանք դրանք լիարժեքությամբ եւ ամբողջությամբ իրականություն դարձնենք։ Մշակույթը մեր պետական քաղաքականության ծիրում է։ Տուրիզմը զարգացման, տնտեսական զարգացման հենք է։ Սպորտը առողջ հասարակության գրավական։ Արցախի ժառանգությունը որպես միջազգային իրավական պայքարի բաղադրիչ։ Մենք հաղթական պետության ազգային մշակույթի ջատագովն ենք։ Ի գործ։